Park Nejdehin. Մի փոքրիկ անդրադառնամ Նիկոլի Մամուլի ասուլիսին, փոքրիկ, որովհետև իր բոլոր Մամուլի ասուլիսները վերջի տարիներին դրանք բոլորը Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի պաշտպանության խոստումներ են կամ հրահանգներ են, երևում է, երբ հենց Ադրբեջանում խոսում են բացառապես արևմտյան Ադրբեջանից, իսկ սրանք անընդհատ գովերքում են թե թուրքական, թե ադրբեջանական իշխանություններին, անգամ այն դեպքում, երբ որ նրանք սպառնում են եւ ասում են հայերը այստեղ եկվոր են եւ իրենք պետք է ազատեն այս տարածքները, որից մեկը չի թաքցնում։ Երբ որ գերիները վերադարձան, եւս 5 գերի որ վերադարձավ, տեսեք մատներին փաթաթան են դարձրել, նրանք գերիներ են, որոնք այնտեղ չպետք է լինեին։ Եվ մոռացության է տրվում Արցախի կորուստը եւ 5000 ռուս տղաների կորուստը եւ այդ հեչ 5 տղաների վերադարձը, որին ես շատ ուրախ եմ, որում հայ իշխանությունները որից է ներդրում չունի, նրա համար մենք պարտավոր ենք Ալիևների շնորհակալություն հայտնել։ Դուք պատկերացնում եք, այսինքն մենք չենք քննադատում են 5000-ին սպանելու, մեր Արցախ օկուպացնելու հարցում չենք քննադատում, բայց որ 5-ին ուղարկել են, մենք շնորհակալություն ենք հայտնում։ Հասկանում եք, անհամեմատելի է, չէ՞։ Սա երևույթ է, որը, ասենք, գիտակից մարդը պետք է հասկանա, որ իրեն ծաղրում են, որպես ցեղ ծաղրում են։ Ընտրություններից խոսք գնաց։ Ասում են, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր սոցհարցումներով ունի այսինչ ռեյտինգը։ Եթե ընտրողների շրջանում կամ հանրության շրջանում հարցը դրվում է Ռոբերտ թե Նիկոլ, կամ Ռոբերտ թե Սերժիկ, թե Ռոբերտ թե Սամվել Կարապետյան, կամ Նիկոլ Սամվել Կարապետյան, բնականաբար ժողովրդի մեջ գենետիկ արդեն մտել է նախկինների հանդեպ ատելությունը։ Ես էլի ասեմ նախկինների արած հանցագործությունը, իրենք էլ են հանցագործ, դա ծնել է Նիկոլի հանցագործությունը։ Նիկոլի եւ նախկինների մեջ տարբերություն չկա։ Նրանք բոլորը կատարել են հանձնարարություն եւ կատարում են հանձնարարություն։ Այս շերտավոր ռուսական քաղաքական ուժերը, որ ձևավորվում են, Սամվել Կարապետյանի թիմը նորից ռուսամետ է, չէ՞։ Տարբերություն կա Քոչարյանի կամ նույն ընտրազանգվածն է։ Այն որ ծմերն ասում է երկրորդ վերմակը ձմեռ է, ցուրտ է։ Եթե ուզում ես տաք մնալ, երկրորդ վերմակ ես գցում, այս Սամվել Կարապետյանի թիմը երկրորդ շերտն է ռուսական քաղաքական դաշտի իրենց ուժերի։ Նույն ուժն է, երկ շերտ են դարձրել։ Այնպես չի որ Նիկոլը այդ շերտի մեջ չկա։ Ուղղակի ինքը կանգնած է հակառակ կողմում։ Այդպես են ձևավորել։ Դաշտը այդպես են նկարագրում, որ մարդիկ չհասկանան։ Բայց որպեսզի հասկանաք հանրության տրամադրվածությունը, թե ով ինչով է զբաղված եղել, ժողովուրդը ում է կողմ։ Ժողովրդին մի հարցրեք Լևոն թե Նիկոլ կամ Ռոբերտ թե Նիկոլ, հարցրեք Արցախը Հայաստան է թե Ադրբեջան։ Օրինակ հարցումները այդպես պետք է տարվի, սոցհարցումներ անողներ։ Հարցրեք ժողովրդին, Արցախը Հայաստան է թե Ադրբեջան, կամ Արարատը Հայաստան է թե Ադրբեջան։ Այս հարցերի պատասխանից նաև եկեղեցու հետ կապված գործողությունները արդարացված են թե չէ։ Այս հարցերի պատասխաններից դուք արդեն կհասկանաք Նիկոլին հայ ժողովրդի քանի տոկոսն է աջակցում, թեկուզ նախկինների։ Դուք չեք լսի մեծամասնության շուրթերից, որ Արցախն Ադրբեջան է։ Ես ասեմ, սարսափելի փոքր հատված կարող է, նույնիսկ կարող է փոքր հատվածն էլ արդեն քաջություն չունենա, ասի որ Արցախն Ադրբեջան է, հանրության, որովհետև ինքը հետո նախադվելու է։ Հարցը այդպես ուղղեք, որ հասկանաք, որովհետև եկեք մանրամասնենք, ինչ է արել Նիկոլը։ Արցախը հանձնել է, 5000 տղի գլուխ է կերել, Արարատը մեր հուշերից հանել է, ամբողջությամբ, նույնիսկ արգելում է արտաբերել, եւ հալածում է եկեղեցուն։ Խոստացել է նախկիններն էլ բանտարկել եւ ունեցվածքը պետականացել չի արել։ Նախկիններն ազատ շրջում են, իրենց բիզնեսը ծաղկում է, եկեղեցին հալածվում է, Արարատը մոռացվում է, Արցախն էլ կորցրել ենք, այն 5000 տղերքն էլ հետներ են։ Ասեք մի ուրիշ բան, որ Նիկոլն արել է։ Եթե կասեք, այս մատս կտանեմ, հենց որ ծալելու մատ ունենամ, կտանեմ աչքս կհանեմ։ Չի արել այդ մարդը։ Ուրիշ բան, այսինքն իմ թվարկածների մեջ, որից է դրական բան չկա։ Այսինքն այս մարդն ինչ արել է, բացասական է արել։
Սա ուղղակի որպես սոցիոլոգիա։ Որպեսզի հասկանանք, թե ասում եմ բյուջեն կրկնապատկել է։ Հարկերն էլ էս կրկնապատկել։ Եվ քո պարգևավճարն էս կրկնապատկել։ Նա տես սպառողական զամբյուղը չի կրկնապատկվել։ Հələ տես քո քաղաքացու գրպանին չես կբել։ Ասում է մարդը որ աղքատ է ինքն է մեղավոր։ Բա պետության ղեկավարը այդտեղ որից է մեղավորություն չունի։ Հիմա որ հեսա Ռուսաստանում մարդակերության դեպքեր կսկսվեն սովից։ Ինչ է, այդ ով որ աղքատ է, նա է մեղավոր, թե Պուտինը որ ավերեց ամեն ասու առավոտ հրթիռակոծում են էլեկտրոցանցերը, ջեկերը, հեկերը, հա, նավթամշակման գործարանները, աշխատատեղեր են, չէ՞ փակվում։ Հոսանք է, չէ՞ անջատվում։ Հիմա այդ մարդը Ռուսաստանի բնակիչ է։ Ինչով է մեղավոր, որ ինքը աղքատ անում է։ Այսինքն էլ չի կարող գնալ այդ նավթամշակման գործարանում աշխատի։ Աշխատանքից զրկվեց։ Հիմա Պուտինն է մեղավոր, թե այդ մարդը, որ ասում է այդ խնդիրը ձեր գլխի մեջ է։ Պետության ղեկավարը պարտավոր է աշխատատեղ ստեղծի նորմալ պայմաններ, ինքը սահմանադրության մեջ գրված է սոցիալական երկիր է Հայաստանը։ Այսինքն իշխանությունը պետք է ապահովի մարդուն աշխատանքով։ Ոստե, եթե դու աղքատ ես, դու ես մեղավոր։ Խորացեք այս բառերի մեջ խորացեք։ Լակոտություն է սա։ Հասկանում եք։ Եվ ուզում եմ անդրադառնալ բանակի հետ կապված հարցերին, որ ասում են մեծ միլիոնավոր դրամների դիմաց կարող են մարդիկ ազատվել բանակից։ Գիտեք, եթե Հայաստանում ձևավորվեր ազգային իշխանություն, մեր ծրագրերում կա, որ բանակը լինի պրոֆեսիոնալ։ Եթե ինչ-որ մեկը փող ունի եւ իր տղան էլ, ասենք, այն չի էլի բանակի զինվորացու չի էլի, իհարկե ոչ բոլորին կարելի է տանել բանակ, ես դրան կողմնակից եմ, բայց դա պետք է Նիկոլը չանի։ Եթե մեծահարուստը պատրաստ է ֆինանսավորել բանակին, իր տղային ազատվելով, ու ինչ-որ մեկն էլ ցանկություն ունի ծառայելու նորմալ աշխատավարձով, թող նրա ֆինանսը ուղղել այդ հզոր տղային, ով ավելի լավ կպաշտպանի հայրենիքը, քան կարող է հարուստի տղան գնա այնտեղ ու պատերազմի ժամանակ զենքը դնի փախնի օրինակ։ Բայց այն մարդը, ով որ բարձր աշխատավարձով եւ ներսում, ասենք երթում ստանձնի, հա, հայրենիքի հանդեպ գնակրվելու նա մինչեւ վերջի արյան կատիլը կկրվի։ Լավ կլինի, որ բոլորը բանակ գնան, ես կողմնակից եմ։ Բայց եթե պետք է դու հարուստի երեխեքի փողերը վերցնես ու քեզ պարգևավճար տաս ու բանակը մնա նույն վիճակին, սա չարիք է։ Ուղղակի չարիք։ Փողով բանակը թույլատնելը, ել եմ ասում, եթե լինեին իշխանություններն ազգային եւ այդ գումարը ուղղեին նպատակային, ստեղծեին պրոֆեսիոնալ բանակ, ոչ թե մարդը գա 2 տարի կամ տարի ու կես ինչպես հիմա են դարձել ծառայի գնա, այլ միշտ ծառայի եւ ստանա աշխատավարձ եւ իր ընտանիքը պահելու հնարավորություն եւ հայրենիքը պաշտպանելու հնարավորություն, նորմալ զենք, նորմալ տեխնիկա, որ իր կյանքն էլ ապահովված լինի։ Դուք կտեսնեք, որ բանակում ծառայողների ցանկություն հայտնողների թիվը ինչքան կմեծանա, որքան կմեծանա։ Եվ մենք այդ 18 տարեկաններին չենք տանի այդ բանը սահմաններին կանգնացնել եւ հենց հրթիռի կողմը էլի։ Մենք իրար հասկացանք, չէ՞ ինչ իմացնենք խոսում։ Նպատակը սա է, բացարձակ այլ, ասենք, իսկ սրանք ուզում են, որ նախ իրենց արդեն իրենք հարստացել են, իրենց երեխեքին ապահովեն, բանակ չգնան, եւ իրենց փող պահեն, իրենց բարձր աշխատավարձ, պարգևավճար, չգիտեմ, նորից բանակը անտեսվի, որովհետեւ Ալիևը միշտ հայտարարում է, որ Հայաստանում ամեն ինչ իր ուշադրության տակ է, այն օղակները, որ պետք է զարգանան, ինքը թույլ չի տալու։ Եվ ասեմ, ես վերջի հանդիպումների ժամանակ, երբ որ Հայաստանին Ամերիկան ասեց պետք է միջուկային համագործակցություն, Ալիևը վախեցել է, զարմացել է, բայց դա նորից Նիկոլի փեշագը չէ։ Այս ծրագրերում Նիկոլ չի լինելու, այ երբ որ գա այն պահը, երբ որ Իրանի հարցերը կարգավորված լինի, Ամերիկան գիտի ում հետ պետք է համագործակցի։ Վերականգնության ասի կիսվեմ ձեզ հետ։